8-րդ տունը, բայց ուշադիր եղեք, դուք կարող եք հայտնվել հենց կավատների, նրանք հաքերների ուշադրության կենտրոնում, նրանք կարող են ձեզ ներքաշել ֆինանսական մախինացիաների մեջ։ Սկզբից կլինի հրապուրանք, ձեզ կարող են ներքաշել այդ կրիպտովալյուտայի հետ կապված, տարբեր տեղեր կան։ Ճիշտ է, մեծ հնարավորություններ, մեծ շահումներ ունենում են մարդիկ, բայց պետք է ուշադիր լինեք, այդպիսի դեպքերում ուղղակի անձնական քարտեզի օգնությանը պետք է դիմեք, արդյոք ձեզ տրված է հնարավորություն այդ ոլորտներում հաջողություններ ունենալու։ Կարող եք սովորել գաղտնի գիտություններ, բոլորի աչքերից հեռու, ձեզ հնարավոր է ինչ-որ գաղտնի կազմակերպությունում կանչեն աշխատանքի, մի անկյունում նստած, տեսնում ենք այստեղ փաստորեն Ուրանը երկվորյակում 12-րդ տանը։ Այն զինվորականները, որոնք զբաղվում են տեղեկատվական այդ տեղեկատվության փոխանցմամբ, գաղտնի կապեր ունեն, հետախույզները մեծ հնարավորություններ կարող են ունենալ, պաշտոնի բարձրացում կարող են ունենալ եւ հնարավորություն աշխատելու ինֆորմացիայի տեղեկատվության հետ եւ ունենալ մեծ հաջողություններ։ Անարը բարենպաստ է նրանց համար, ովքեր ծրագրավորման IT ոլորտում են, մեծ հնարավորություններ ունեն գումարներ վաստակելու, այն ներդրումները, որոնք ուղղակի չէին տրվում, այդ ժամանակահատվածում խոշոր ներդրողների կողմից կարող եք ստեղծել ձեր իսկ կազմակերպությունը եւ ունենալ մեծ հաջողություններ։ Եվ ինչ է այստեղ, եթե մենք դիտարկում ենք, փաստորեն մեզ մնում է կարիճի կենթանակերպում Սև լուսնի դիրքը։ Այստեղ ձեզ համար դրական է, սիրելի հետևորդներ, ինչու, որտեղ 5-րդ տունն է։ Դրական է այն առումով, որ սիմվոլիկ տրիգոն է, բայց ուշադիր եղեք, որպեսզի չունենաք այնպիսի խնդիրներ, ձեզ ներ չքաշեն 5-րդ տունը, դա ազարտն է, դա սերն է, դա երջանկություն է։ Կարող եք սիրային կապեր ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնցից հետո երեխաներ կունենաք, հա, 5-րդ տուն երեխաներն, բայց քանի որ Սև լուսինը այստեղ է եւ առաջին դեպք չի, ես շատ եմ ունեցել խորհրդատվություններ, որ ձեր գաղտնի սիրային հարաբերությունը, այստեղ 5-րդ տունը գաղտնի էլ չէ, դա բացարձակ է, բայց կծնվեն երեխաներ, որոնք ուղղակի կարող են բարդացնել ձեր կյանք։ Երբեք այդպիսի բան չի կարելի ասել, բայց արտամուսնական կապեր են լինում, սիրեցյալներն են լինում, ուշադիր եղեք սև գործերից, հոբբի, սիրելի գործ, որը կտանի խաղամոլության, երբեք չանեք։ Խաղատնային բիզնեսները հեռու եղեք 100 մետրերով, այդտեղ ճիշտ է խոշոր շահում կարող է լինել, բայց նաև մեծ կորուստներ կարող է լինել, սկիզբը կարող է հրապուրիչ լինել, քանի որ Սև լուսինն է կարճի կենթանակերպում այդ ամեն ինչը տալիս է, բայց հետո, երբ որ Սև լուսինը անցնի արդեն կարիճից հետո աղեղնավորի կենթանակերպ, կարող են խնդիրներ լինել։ Ինչևէ, ուշադիր եղեք,